Երևանի քաղաքապետարանը Չինաստանից 45 նոր տրոլեյբուս է գնել, հայտնում են ԶԼՄ-ները։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը 96 միլիոն դրամ է, պայմանագրի ընդհանուր արժեքը մոտ 4.3 միլիարդ դրամ։ Ըստ պայմանագրի տրոլեյբուսները պետք է տեղավորեն առնվազն 85 մարդու, նստատեղերի քանակը 25 գումարած 3։ Դրանք պետք է հագեցած լինեն ծալովի, թեքահարթակներով, անվասայլակներով մարդկանց համար։ Քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ տրոլեյբուսների նոր խմբականակը կփոխարինի 30 լիազ մակնիշի տրոլեյբուսներին, որոնք շահագործվում են արդեն շուրջ 20 տարի։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կշահագործվի 75 նոր տրոլեյբուս։ Արարատի մարզիսիս բնակավայրի վերջնամասում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը այս մասին հայտնում է ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին ժամը 6:14-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ասված է հաղորդագրությունում։ Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վարորդի մահը։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ալտին, Կիրան, նույն ինքը ոսկե արծիվ շքանշանով, երկրի բարձրագույն պետական պարգևով։ Պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում Տոկաևը Փաշինյանին անվանել է իսկական համազգային առաջնորդ, նշելով նրա ներդրումը Հայաստանի կայուն զարգացման, միջազգային հեղինակության ամրապնդման եւ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի։